Մահը դա կյանքի մի մասն է, կտրուկ բնավորությունը սկսում է փոխվել, ուրեմն մահը մոտենում է, sense դանդաղ է իջնում, sense մնում է մի քիչ, ուրեմն մահը մոտենում է, խամրած են աչքերը, այդտեղ մահը մոտիկ է, խամրում է, էտել է խամրում։ Այս երկրի վրա ինչքան տեսակի վաղ կա, դա մահվան վախից է։ Երջանկությունը կորցնում ենք, դրա համար ենք մահանում։ Մենք ապրում ենք հենց այդ արարման համար, որ կարողանանք արարվենք, որ երջանիկ լինենք։ Մենք մենակ մարմին չենք, մենք հոգի ենք, էլի։ Մեր երկիրը ամենամեծ դիահերձող երկիրն է, առաջի տեղն է գրավում։ Մեր պապերն ասում էին, ամեն մարդու ճակատին իր ճակատագիրը գրված է, մոտարապես դա շնչառության քանակով։ Դա ամեն վարքյան մենք պատրաստ ենք գտնենք, որովհետեւ դա չգիտենք երբ է գալու, էլի։ Դա ասենք ոչ մեկ չգիտի իր մահը երբ է գալու։ Մեզ տոմս են տվել, այսքան ժամկետով այս երկրի վրա վերջանում է մեր ժամկետը։ Տենց է արարչական սկզբունքը, մենք այդ սկզբունքին չենք կարող դեմ գնանք։ Դրանից հետո տեսնում եք թունել, որտեղ վերջում լույս է վառում։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր ունենք չափազանց հետաքրքիր հյուր եւ անասելի հետաքրքիր թեմա։ Թաքնագետ, խորագետ, փիլիսոփա Տրթատ Դոնիկյանն է։ Բարև եք եկել։ Բարև։ Պարոն Դոնիկյան, ինչ է մահը։ Այսօր խոսելու ենք մահվանից, իր բոլոր դրսևորումներով։ Մենք սկսենք ինչ է կյանքը, մահվել կյանքի ինչ-որ մասն է։ Որ ծնվում ենք, իմաստն է, որ մենք երջանիկ լինենք, ապրենք այս կյանքով երջանիկ։ Այսինքն մենք հենց ծնված օրից փորձում ենք երջանկություն ձեռք բերենք, ու այդ երջանիկ ապրենք, գոյատևենք, մեր առաքելությունը իրականացնենք այս կյանքի ու երջանիկ լինենք։ Մահը այդ կյանքի մի մասն է, նայեք ինքը անբաժան է ու անխուսափելի է, դա ամենակարևոր տեղը, որ հասկանանք անխուսափելի է։ Մենք ոչ մեկ չի կարող խուսափի դրանից, ոչ մեկ առանց մահվան շեմը անցնելու չի ապրում։ Այդ տենց չկա, տենց մարդ չենք գտնի մեր այս երկրի վրա, միլիոնավոր տարիների ընթացքում չկա ոչ մեկը, որ անմահ է։ Բոլորը այդ շեմը անցնում են, այսինքն մահանում են։ Ուրեմն մահը դա կյանքի մի մասն է, ու մահը պետք է որ կարողանանք ընդունել, ամենադժվար բանը նաև մահը ընդունելն է, որ դա կա։ Մենք միշտ դա մերժում ենք։ Այսինքն մարդը, որ ապրում է, ամբողջ կյանքում ինքը այդ գաղափարը մերժում է։ Չի կարող ընդունել, որ մահ կա իր համար։ Ինքը տեսնում է, որ բոլորը մահանում են, բայց մեկը ինքը մտածում է, որ դա իրան չի ասել։ Իր խոր անգիտակցական մի տեղ մտածում է, որ դա իր հետ կապ չունի։ Ինքը դրա այդ ուրիշների հետ կապ ունի, իր հետ դա կապ չունի։ Իրան չի գալու։ Երբ ինքը որ ապրում է, դե եթե ասենք ծերանում է, ու հասնում է այդ տարիքին, սկսում է արդեն խորհել, որովհետև ասում է արդեն հաջորդ օրը կարող է չզարթնի, հաջորդ օրը չլինի, դեն ինչ-որ սիմպտոմներ են գալիս, որ իրան վատ ազգում, որ սկսում է ընդունել, որ այդ մահը կա։ Բացի այդ, որ մահը կա, դա չկայից, ասենք, որ սա կյանքը, որ մենք ապրում ենք, մենք մտածում ենք այդ մահանում։ Սա բոլոր վախերը ինչքան մենք ունենք, այս երկրի վրա ինչքան տեսակի վախ կա, դա մահվան վախից է։ Մնացածը հետևանքներ են, էլի իրանք կողմնակի ինչ-որ վախա, չգիտեմ, ինչ-որ մթությունից է վախում է ապագայից, բարձությունից, վախում է փակ տարածությունից, վախում է, որ երեխեքը, չգիտեմ, ուշ են գալիս կամ ցանկացած երևույթ, մեկ այդ բոլորի հիմքը մահվան վախն է։ Իր մոտ այդ մահվան վախի հիմքն է, մնացածը հետևանքներ են։ Դա մեծ ստրեսային երևույթ է, մարդիկ դրանով տառապում են, հիվանդանում են, շատ ոնց որ տրավմաներ են ստանում, այդ իրենց սաղ կյանքի ընթացքում դժբախտ են լինում, անգիտակցելով, որ այդ մահը կա։ Դրա համար մենք փոքրուց օրինակ երկրներ կան, որ կարող են դրան պատրաստել, որ մահը ընդունեն, որ անբաժանելի մասն է, էլի։ Ոնց որ մենք քնում ենք, զարթնում ենք, մեր հետ կա։ Պարոն Դոնիկյան, կներեք էլի իլերումը ձեր ասացի շափազանց կարևոր բան եք ասում։ Ինչու ենք մենք այդ վատը գիտակցում, որ նստեցիր ինքնաթիռ, մտածում ես վատի մասին։ Երեխան ուշացավ, մտածում ես ընդཐུպ ասեցիք էլի։ Ինչու է դա, մարդուն բնորոշ է, թե մեզանից է գալիս, հնարավոր է սա շտկել։ Դա մեր տրավմաներն է, մենք մարդը որ տրավման ունի, ինչ-որ բան տրիգեր է առաջանում ու դրա ի հայտ է գալիս, էլի։ Հոգեբանական ոնց որ խնդիրներ բացատրելու հիմա
մենք վատի է սպասում են։ դե տրավմաներից է, մենք ինչ-որ տրավմա ենք ստացել փոքր ժամանակ կամ ինչ-որ տարիքում, կամ տեսել ենք ինչ-որ մեկի մահը, մեր ֆիքսել ենք, ու դա անգիտակից մեր վրա ենք պրոյեկտում, ու սկսում ենք դա աշխատացնել, որ դա իրականանալու է մեր մեջ, այդ գաղափարի մենք հաղթահանակ չենք տեսնում, շրջանցում չի տեսնում մարդը, դա ելք չկա տեղ իրան ընկալմամբ, դրա համար իր համար ամենասարսափելին այդ գաղափարն է, դրա համար ամեն ինչում ինքը տեղ պրոյեկտն է, որտեղ ինքը բացարձակ ելք չի տեսնում, այսինքն ինչ-որ ցանկացած ամենադժվար սիտուացիայում մարդը կարում է ինչ-որ ցևով մարդիկ կարող են ելք, բայց այդ մահվան գաղափարին ելք մեծ մասը չի տեսնում, բացարձակապես։ Ասենք կրոնական ինչ-որ առաջնորդներ ասում են մենք մահը հաղթեցինք եւ այլն, բայց սովորական մարդը չի տեսնում ելք։ Դրա համար ամենավատագույն իր համար սցենարն է իր անկալմամբ, որ դա պիտի իր հետ լինի։ Բայց ընկալենք, որ եթե Աստված մեզ տենց է ստեղծել, որ ապրելու ենք ու մի օր մահանալու ենք, ու տենց է, կյանքը հավերժ չենք ապրում, ուրեմն դա մեծ խոր իմաստ ունի, էլի։ Ասենք պատահական չէ, նա հավերժ կապրենք, էլի։ Ինչի այդ խոր իմաստը sense էվոլյուցիան ապրում ենք, երջանիկ, ուրախ եւ այլ, մի օր հոп կտրվում է այդ։ Այ ինչու է կտրվում, ինչու անմահ չենք օրինակ, էլի։ Հիմա այդ առաջական այդ սկզբունքի հիմա որ առաջին պետք է հարց տանք, այդ հարցից ինձ եք տալիս, ինչ է գտնում։ Իհարկե ինքը խոր իմաստ ունի։ Առաջին մի քանի կարամ փաստեր անեմ, որ ապրում ենք, մենք պետք է երջանիկ լինենք, առաջինը երջանկությունը կորցնում ենք, դրա համար ենք մահանում։ Մեկ։ Երկրորդը մահանում ենք, որովհետև մենք շատ կարծրանում ենք։ Կարծրանում է մեր գիտակցությունը ու ինքը չի կարող էլ առաջընթաց գնա։ Երրորդը մենք այս հին ձևերով էլ չենք կարող շարժվել։ Պետք է նոր ֆորմաներ, նոր հանգամանքներ, նոր երևույթներ լինեն, որ մենք կարողանանք առաջ գնալ, նաև դա է նպաստիչ, որ մաման։ Հաջորդը, եթե մենք ամահ լինենք, մենք մարտահրավեր կգցեինք Աստծու դեմ, կպայքարեինք ոնց որ իր հենց այդ գաղափարի դեմ, իր դեմ եւ այլն, դրա համար մեզ ոնց որ մեզ մի քիչ մեր տեղը դնի, որ ունենք մենք մեր ժամանակը հանգիստ ապրենք, մենք շատ մեզ գոռոզությունը չխեղդի։ Նո, կարելի է թվարկել մի քանի հանգամանքներ, որ ինչ ենք մահանում, որովհետև նույն գործունեությունը ուրիշ ձևերով, ուրիշ հանգամանքներով մենք կարանք էլի իրականացնել։ Թե հիմա հարմար հանգամանքներ ստեղծել, մենք իրականացնում ենք։ Այսինքն կարող է լավագույն հանգամանքներում լինենք, վատագույն հանգամանքներում, միջավայրը նպաստիչ լինի, ոչ նպաստիչ, մենք այդ նույն գործունեությունը կարանք իրականացնենք, թե չէ։ Այսինքն մեր ոգու տոկունությունը ինչքան է ամուր, ինչ տարբեր հանգամանքներում ոնց մենք մեզ կդրսևորենք, նաև դրա համար ոնց որ փորձությունների համար մահը պետք է գա, որ մենք տարբեր ձև դրսևորվենք։ Հետո նաև վերջը ինչ նյութական սկիզբ ունի, տենց առաջական սկզբունքը ինքը ամեն ինչ վերջ ունի։ Տենց բան չկա, եթե սկիզբ ունի, վերջ չունի, այսինքն տիեզերքն էլ նույնիսկ որ սկիզբ ունի, ապացուցում է որ վերջ ունի։ Այն բանը որ սկիզբ չունի, կարա վերջ չունենա։ Քանի որ մենք ծնվում ենք, սկիզբ ունենք, ուրեմն պետք է նաև վերջել ունենանք։ Այդ փիլիսոփայական գաղափարը, որ ինչ սկիզբ ունի, ապա վերջ ունի։ Մահվանը դեռ կգանք, առավել ևս ինչպես պատրաստվել մահվանը, չափազանց ամբիցիոզ եւ նույնիսկ թեթև պրովոկացիայի մեջ պարունակող ձևակերպում, նախ սակայն թույլ տվեք հասկանալ, թե որն է ապրելու իմաստը։ Դուք ասացիք, որ երջանիկ լինել։ Մի քիչ ավելի պարզ եթե բացենք։ Մենք մարդն ապրում։ որ մենք ապրում ենք, որ արար ենք։ Ու այդ արարման process-ում մենք երջանիկ ենք նեսկում։ Ցանկացած այն փոքր նույնիսկ արարման process-ում ամեն ինչ որ արարում եք, էլի դուք երջանիկ երեխա եք ունենում, որ արարման process-ը էլի երջանիկ եք զգում։ Ինչ որ մի գործունեություն եք անում, որ ցանկացած գործունեություն, որ ձեզ ինքնաբավություն է բերում, դուք ձեզ երջանիկ եք զգում, որ արդյունք է տալիս եւ այսինքն այդ երջանկությունը շատ բաների միացություն է, ու մենք ապրում ենք հենց այդ արարման համար, որ կարողանանք արարենք, որ երջանիկ լինենք։ Այսինքն հենց մեր արարման process-ը սկսում է կրճատվել, մահը մոտիկանում է ուրեմն շատ, դա էլ պետք է ընկալենք, որ մահը հենց դրանից է մտնում, որ մեր արարման process-ը կորչան։ Նաև ապրում ենք, որ
զարգանանք, դա պետք է ասենք մարդիկ մի քիչ չեն ընկալում, դե մտածում են զարգացում դպրոց, ինստիտուտ ու վերջ։ Մենք հավերժ պետք է զարգանանք, որովհետև այս կյանքում քանի ապրում ենք, այդքան պետք է զարգանանք։ Կներեք, զարգանալ նշանակում է վարել ամենավերջին մեքենան, լինել կրթված, թե սիրել մերձավորին։ Զարգանալ նշանակում է, որ նոր երևույթներ կարողանալ ընկալել, երևույթները կարողանալ ավելի խորքային ընկալել, ամեն անգամ ավելի խորքից, ասենք որ հասուն մարդը ինքը երևույթները ջահել մարդը ավելի մակերեսային է երևույթներին ընկալում, փորձ չունի, իսկ զարգանալ ասենք որ կարող է ընկալել խորքային ավելի ընկալում, ասենք ցանկացած բառի մեջ կամ ինչ որ մեկը ինչ որ բան ասում քաղաքականության մեջ կարևոր չէ, իր խորքը կարող է տեսնել, ինչա ինքը ուզում դրանով ասել, ասենք խորքը մտնել այդ լինել իմաստուն։ Դու ձգտել իմաստան, դե նպաստակը այն է, որ զարգանալ այդ իմաստության հասնել, էլի, նաև կարողանալ սիրել կյանք, այսինքն մենք ինչքան ապրում ենք, պետք է ավելի շատ կյանքը սիրենք, այսինքն մարդիկ մտածում են, որ ինչքան ջահել ենք ավելի շատ պետք է կյանքը սիրենք, ոչ ինչքան մենք ավելի ահել ենք, այդքան ավելի շատ կյանք սիրենք, որտեղ ավելի շատ բան ենք տեսել ու ավելի գնահատում ենք դա։ Ջահելը չի գնահատում այդ երեքները։ Էլի պետք է ձեզ այսօր պարզունակ հարցեր տամ, ինչ է նշանակում կյանք սիրելը։ Դե ամեն ինչ մենք անում ենք դրանից մեծ բավարարություն ստանալ։ Ոչինչում քեզ չմերժելը կյանք սիրել է։ Ինչ ուզենալ անելը դա կյանք սիրել է։ Ինչ ուզենալ անելը կարող է դա քեզ շատ ուժենա տարապացնի, տենց պետք է խել, այսինքն իմաստալից ինչ ուզենալ անել, այսինքն ամեն ինչ ուզենալ անել, ցեն կարաս փորձես հիմա նա ձեռդ կտրես, տեսնես ինչ ցանկությունն է, ինչ կլինի, բայց դա արդյունքը հասկանանք ինչ կլինի դրան, էլի, այսինքն ամեն հիմարաբար անել բաները պետք չի, այն ինչը քեզ իմաստացնի, կարևոր տեղը որ դա հասկանանք, այսինքն նայեք մենք երբ որ ազատության մասին եմ խոսում, որտեղ ինչքան ապրի, այդքան ավելի ազատություն ձեռք բերի, բայց չի նշանակում անարխիա տեղ ունենա։ Ազատություն, անարխիան տարբեր բաներ են։ Այսինքն մարդու կյանքի ապրելու իմաստը դա երջանիկ լինելը, ազատություն ձեռք բերելն է, իմաստություն ձեռք բերելն, այսինքն խոր իմաստ տեսնել երևույթները, որ ավելի խորքային դու ընկալես, նաև քեզ ավելի բավարար զգաս, ինքնա ոչ թե գոռոզության մեջ ընկնես, այսինքն դու հասկանաս, որ անիմաստ չես ապրում, այս օդը անիմաստ չես շնչում, հացը չես ուտում, անիմաստ եւ այսինքն քո բոլոր գործունեությունները շատ բարիք են բերում քո կողքինների համար, այսինքն մարդկանց, ընտանիքիդ, հայրենիքիդ ինչ որ մի լումա դու ես ներդնում, որտեղ քո լուման կա ու դու տեսնում ես, որ այդ լումայով մարդիկ ավելի բավարարված են զգում, ավելի երջանիկ են, այսինքն կարևոր չէ դա նյութական լինի, կարող է էմոցիոնալ, մտային, հոգևոր ինչ որ բան ներդրումը լինի, բայց ինքը այդ ներդրումը դու ունենաս այդտեղ։ Այդ կյանքի իմաստը նաև որ մենք կարողանանք մեր կողքիներին էլ երջանկացնենք, որ կարողանանք մենք սեր տանք, որ իրանք այդ սերը զգան ինչը իրանց հոգատարություն, ջերմություն տանք, նաև էդի մնա, որտեղ մենք որ այս կյանքը վերջո գալու է մահը թողենք ու մեր հետ ինչ ենք տանելու, որ նյութական ոչ մի բան չենք տանելու, դրա մեջ նյութական ընդհանրապես մեզ պետք է ծառայացնի, որ մենք ավելի կարողանանք իմաստանցնենք, իմաստալից բաներ գտնենք այս աշխարհում, ոչ թե նյութականը միայն ինքը լինի իմաստը, նյութը գործիքն է։ Շատ հաճախ ասում են կերխը մի քեֆ արա, վայելի կյանքը մեկ է, մեռնել կա աշխարհին։ Այսինքն մահի ընկալման այս ստերեոտիպն էլ կա։ Այ սա ինչպես եք մեկնաբանում։ Դա իրանց վախն է մահի նկատմամբ, նայեք շատ ազգեր կան, որ փոքրուց սովորացնում են, որ մահը կարողանան ընդունել։ Եթե մարդը կարող է մահը ընդունել, դա դժվար բան է, բայց կարող է ընդունի մարդը մահը, որ մահը կա։ Մենք մերժում ենք մահը, տեսնելով մահը, մենք նույնիսկ մերժում ենք։ Այսինքն ես գիտեմ ծնողներ, որ իրանց ծնողային պատերազմի ժամանակ բերել էին, ծնողը գնում է նայում, ասում է, իմ երեխան չի, ինքը մերժում է, չի ուզում։ Երկրորդ անգամ գենետիկ բանին ասում են, ասում գենետիկը սխալ է, ինքն է գնում, ասենք հայրն ու մայրը գնում են, մերժում են, չեն ուզում ընդունել մահը, հասկանում եք, մեր մեջ բնազդային դրած, որ չենք ուզում ընդունել, որ այդ երևույթը կա, թե մեր համար, թե մեր մոտիկների համար, բայց դա բնական պրոցես է,
մենք ամեն ինչ ոնց որ աշունը գալիս է, սա տերևները թափվում են, վերջը բոլոր ծառերն էլ վերջ ունեն, կենդանիները վերջ ունեն, մոլորակներն էլ իրանց սկիզբը վերջ ունեն, արևներն էլ իրանց սկիզբը վերջ ունեն, տենց էլ մեր կյանքը սկիզբ ու վերջ ունի, բայց վերջը այդ նյութական ոլորտի վերջն է։ Եթե մենք ընկալենք որպես միայն մարմին ենք, այդի սարսափելի կլինի, բայց մենք մենակ մարմին չենք, մենք հոգի ենք, էլի։ Եթե ասենք, որը գիտակցության հոսք են շատ տեղեր ասում այդ հոգուն, այսինքն այն ինչ մենք կուտակել ենք ներքին իմաստություն, սեր, երջանկություն, արժանինքներ, մեծ էներգիա, դրանք մեր պահպանվում է, դրանք մեր հետ հավերժ են մնում։ Մենք ներքին խաղաղություն ինչքան գտնում ենք, դա մեր հետ է։ Նյութական բաները դրան օգնում են, որ դա իրականացնենք, բայց իմաստը նյութական երևույթները չեն։ Պարոն Դոնիկյան, որոնք են մահվան սիմպտոմները, նախանշանները, կան այդպիսիք։ Նայեք, մահվան սիմպտոմները իհարկե կան, ես հենց սկսեմ մի տեղից, քեյսին տենց նշանավոր Ամերիկայում ապրող պայծառատես է եղել, որը Էդգար Քեյսի, Էդգար Քեյսին, համարվում է 20-րդ դարում երկու նշանավոր պայծառատես ընդամենը։ Տենց շատ կան, բայց նշանավոր դա Վան Գանն է, մեկ էլ Էդգար Քեյսին, որ շատ իրոք իրանց պայծառատեսության որոշումները մեծ մասը ճիշտ են կանխագուշակել ու շատ համամարտկային կանխատեսություններ են արել, որը շատ էլի բանա, որտեղ պայծառատեսները շատ փոքր նեղ շրջանում են իրանց ինչ-որ գործունեությունում, իրանք շատ ամենահամարտկային են արել ու մեծ մասը սա ճշմարիտ է եղել, հետագայում փորձերի ընթացքում ցույց է տալիս, որ ճշմարիտ է։ Ներթափանցել է մարդկանց հոգիները, ոնց որ կարողացել են ճիշտ ընկալել այդ երևույթները։ Հիմա քեյսին ուրեմն անգամ բարձրահարկ շենքում ուզում է լիֆտ նստի, բացում է լիֆտի դռները, դա լիքը մարդ կա տենց բարձրահարկ շենքում, տենց ու տեսնում է բոլորը ոնց որ ինքը ոնց որ տեսնում է մի քիչ խորքը, հոգիներ չունեն։ Ինքը սարսափում է, ինքը չի հասկանում այդ ինչա, ինքը չի ուզում դրանց հետ նստի, չի նստում, լիֆտը փոկվում, անգնում է, էլի։ Նայեք, հենց սկզբից մեր արդեն այդ հոգին զգում է, որ մենք պետք է մարմնք, ինքը սկսում է մարմնից դուրս գալ։ Դա ոնց որ կասենք եթերային մարմինն է, որ ինքը արդեն դուրս է եկել։ Մարդը, որ պետք է մահանա, ինքը ներքուս բոլորը զգում են։ Ես պատմություններ գիտեմ, օրինակ պատերազմի մասին, որտեղ հələ փոքր երեխայի ժամանակ իրանք գրել են, որ մենք զինվոր ենք լինելու, հավերժ զինվոր ենք մնալու։ Դասատուների շարադրություններում փոքր ժամանակ գրել են, գնացել են 10 տարեկան, 15 տարեկան մնացել են, իրանք հավերժ զինվոր են մնացել, այդ դաճվել են, չէ՞, իրանք քարի վրա, հա։ Այդ քարի վրա հավերժ զինվոր, իրանք էլ չեն փոխվում, այդ զինվոր, ու իրանք արդեն գիտեն, որ իրանք հավերժ զինվոր են։ Այսինքն բոլորս էլ ինչ որ բան կանխազգում ենք, բայց չենք կարող դա ընդունել ու արտահայտել։ Բոլորն էլ ինչ որ մահ գալիս է, այդ պատմությունները, որ ուսումնասիրում են, բոլորն էլ զգում են, այդ ասած դժբախ պատահար կամ նախորդ մահվան մասին է, նույնիսկ ծերերն էլ, բոլորը զգում են ու իրանք ենթագիտակցորեն են զգում, գիտակցականը դա մերժում է, քանի որ վախում են այդ երևույթից, մերժում է, ու իրանք դա ինչ որ ձևով արտահայտվում են, բոլորը մահը գալիս է, դե սիմպտոմները, որ ասեմ, ինքը կարա սիմպտոմները 3 տարի առաջ արդեն սկսի գա, նույնիսկ այն սիմպտոմը, որ դու պետք է դժբախ պատահարով մահանաս ինքնաթիռում։ Ինչպես երազ ես տեսնում, կարա երազի ձևով գա, կարա նայեք շատ տարբեր։ Բայց ասում են երազում մահը հակառակը կյանքի։ Չէ, դու մահ չես տեսնում, ուրիշ սիմպտոմներ ես տեսնում։ Դե պետք է հասկանաս դա այդ սիմպտոմն է, չէ՞։ Դե օրինակի համար, օրինակ երազում, որ տեսնում են ստվեր չունեն։ Ну, տենց է, դա ինչ որ սիմվոլ է, որ ինքը արդեն մոտիկ է մահը։ Տենց, ну, սկսենք, ну, էլի սիմպտոմներ կան, որ տեսնում են։ Ну, նայեք օրինակի համար, նույնիսկ եթե ջահել ես, հենց նայում ենք լույսին, չէ՞, հետո ուրիշ կողմ ենք նայել, լույսի հետքը մեր աչքի վրա երևում է, անդրադառնում է, ինչ որ տենց տվերային տեղ է, չէ՞ մնում, ինչ որ մի առարկային նայում ենք։ Բայց որ մահը մոտիկանում է նայում ենք այն կողմ, կարևոր չի տարիքին, արդեն այդ տվերը չի երևում։ Չենք տեսնում։ Ну, դժվար բոլորին երևում է, բայց դա չի երևում։
սկսում ենք մեր բնավորությունը փոխվում է կտրուկ։ Կարևոր չի ինչ տարիքում է։ Կտրուկ փոփոխությունը բնավորության տեղ ունենում։ Այսինքն դուք ունեք մի բնավորություն, որ փոքր ժամանակվանից մինչև հիմա ինչ որ փոքր սիմպտոմներ կարած են քիչ փոխվի մարդու մոտ իր վրա աշխատում է ուզում է ինչ որ մի բան անում աչանի, բայց կտրուկ բնավորությունը որ սկսում է փոխվել, ուրեմն մահը մոտենում է։ Նույն այդ սիմպտոմը տարիքի հետ կապ չունի։ Որ փոխվում է, ուրեմն դեպի ինչը, այսինքն կարևոր չի, ինքը փոխվում է։ Հանգիստ էր դառնում ագրեսիվ, հակառակը։ Կամ ագրեսիվ է միանգամից էլի, ես այդ բան եմ ասում, որ կարող է մարդը քիչ աշխատում այդ իր ագրեսիայի վրա, քչացնում է կամած, ասենք տասնյակ տարիներով քչացնում է, դրա մասին չի։ Ինքը կտրուկ փոխվում է ինչ որ։ Բնավորությունը փոխվում է, ասենք, կտրուկ ասենք թե։ Կարևոր չի ոնց լավ թե վատ փոխվում է ինքը, ոնց որ ուրիշ մարդ լինի։ Այդ նշանակումը արդեն մոտենում է մահը։ Սիմպտոմներից նաև շարժունակությունը թուլանում է։ Սիմպտոմներից նաև այն որ մենք նայեք այս ձեռքին սենց անում ենք հեշտ կաշին գնում է հետ։ Չէ՞ միանգամից ծովվեց։ Եթե չգնա մնում է, սենց դանդաղ է իջնում, սենց մնում է մի քիչ, ուրեմն մահը մոտենում է։ Հետո սիմպտոմներից դե հիմա մի քիչ կարող է սիմպտոմները 100% ամեն ինչ չլինեն, բայց դա էլ են սիմպտոմ։ Նեք աչքերը որ նայում ենք, սովորական մարդուն ինչ որ փայլ ունի։ Փառ է գալիս։ Ոչ թե հիվանդության են, որ կատարակ դա, բան, այդ փառի մասին չի։ Ոնց որ խամրում է աչքերը։ Խամրում է։ Հասկանում եք, ինչ եմ ասում, ներքին փայլ չկա, խամրած են աչքերը։ Այդտեղ մահը մոտիկ է։ Այդ որ ասում եք մոտենում է, ինչ է նշանակում։ Մոտենում է 3 օր, 3 ամիս, 3 տարի է։ Կարա 3 տարի մինչև լինի, էլի։ Այսինքն կարա մոտ լինի շատ, այսինքն տարբեր սիմպտոմներ շատ նայած մարդու մոտ ոնց բան, ասենք հենց մի հաջորդ օրը չիմանալու, կարող է երկար ինչ որ մի 3 տարի կա, բայց 3 տարի առաջ արդեն սկսում է ինչ որ սիմպտոմներ երևալ։ Այդ ժամանակահատվածները հետաքրքիր, մինչև 3 տարի։ Հա, մինչև 3 տարի։ Հետո կարում է ինքը բառերը խառնում է, սկսում է խառնել։ Նու տենց մարդիկ խառնում են, բայց շատ հաճախակի է սկսում խառնել բառերը։ Սկսում է դե հիշողության ինչ որ տեղեր, կարող է նույնիսկ ջայլենի շատ տեղերը շփոթել ամեն ինչի։ Իր արտահայտումների մեջ։ Սկսում է տարօրինակ երազներ տեսնել, հա։ Նու բոլորի մոտ բոլոր սիմպտոմները չեն արտահայտում, բայց ընդհանուր ասում եմ, որ տենց սիմպտոմներ են։ Մեզը սկսում է մկանալ շատ։ Տենց։ Թուքը ավելի դառնում է, ավելի լերթանում է։ Որ sense լերթանում է մեկ-մեկ ջղայնանում են մարդիկ, թուքը նույնիսկ որ թքվեն չի լերթանում է, չէ՞ թուքը։ Տենց նո սիմպտոմ կա, ինչ որ ներվայնացած մարդը տենց թուքը լերթանում է։ Տենց էլ քիչ իր մոտ ոնց որ փսրունքներ են sense իշտում։ Նո մեծերի մոտ կարելի է նկատել։ Հա։ Տենց էլ իր մոտ կարող է ինքը ջայել է, բան չի, բայց թուքը ավելի լերթացած է։ Հոսունակությունը թույլացել է։ Մեր թքի էլի, նույնիսկ որ թքեն, նո sense հեշտ կարող են թքեն, բայց ընդ ոնց որ կիսատը մնում է, էլի, լերթացած է։ Սիմպտոմները նաև այս ձեռքի վրա եղունգներում, որ sense սկսում են շատ այդ սպիտակ եւ բաները շատանալ։ Նո, ստանդարտ որ կա դրա մասին չի։ Սկսում է ամեն մեկը իր համեմատ է, էլի։ Այդ իր համեմատ ինքը սկսում է դրանք շատանալ։ Գույնը գցել։ Հետո որ սենց ենք անում, նույնիսկ նայեք ստեղ ինչ որ մի քիչ գույն կա։ Ստեղ սպիտակում է լրիվ։ Մեզ վախենալու բաներ եք ասում, ամեն ասածից հետո նայում եմ։ Հենց որ նորմալ է։ Դե արևին որ նայենք, շողքելի չի երևում արևից, էլի, եթե ամենափայլուն բանը որ նայում ենք, հետո պետք է նայենք արևի
նայելուց հետո ստեղ ինչ որ բան, նու թեթև նայում ենք արևին, հետո նայում ենք հետ կա երևում է։ Ինչ որ ստեղ է։ Դա չի լինում։ Մահվան սիմպտոմները ու սկսում է ինքը հաճախակի ոնց որ իրան ինքը չի հասկանում մարդը, իրան ենթագիտակցորեն իրան գործունեությունները վերջացնում է։ Ինչերը։ Իր գործունեությունները բոլոր, որ ասում են ինձնից հետո էս կանես, ինձնից հետո տենց բաներ ա սկսում ասել։ Ասենք այս գործը ես էլ չեմ կարող անել, դրա ինձնից հետո սենց կանեք, ինքը որ ոչ թե իր մահվան ա գնում, ոնց որ ինքը իր գործունեությունները վերջացնում է, տենց ասում ես ոնց որ նու տենց ապագայում եկել կարող ասես, ես որ չլնեմ երեխեք ջան, դուք սենց կանեք, բան կանեք։ Կարող չի քթել ինչ տարիք լինես։ Կարաս տենց անկապ բուքոմիես բառեր կան, որ դու արտասան ես։ Դա ոնց որ մեր անգիտակցականից է սկսում դու դրանք դուրս գալ ու ասել։ Սկսում ես մտածել քո նախնիների մասին, որ մահացած են։ Մտքիդ հաճախ են գալիս իրանք։ Կամ սենց ընկնում ես որ սենց կտրուկ բաների մասին էլ եմ ասում, որ ընկնում ես, դե բոլոր կարա մտածել նախնիներին, բայց որ հաճախակի է սկսում մտածել, դա մի ուրիշ բան է, ոչ թե ինչ որ մտածելու մասին, դա իհարկե ասենք իմ պապը չկա, ես կարող ինչ որ ժամանակ մեկ հիշեմ ինչ որ գործունեության մեջ, երբ որ ինքը կար, բայց ոչ թե հաճախակի հիշում եմ ես, հա։ Ասենք կարա կամ ծնողիդ հետ հաճախ շփվես, օրինակ ես հաճախ շփվում եմ լուսահոգի օրս հետ, բայց Նես չէ էլի որ տենց մշտական չի։ Չէ, մշտական չի։ Դե հասկանալ է ինչ որ գալիս, ոնց որ անհրաժեշտություն զգաս, ինչ որ ոչ թե թեկուզ խորհրդի իր ներկայության, սենց։ Նայեք, դա կարա լինի, երբ որ դու ինչ որ կարիք ունես, որտեղ ինքը քեզ բան արել, ինչ որ խորհուրդ է տվել, ու դու դա հիմա ինչ որ դրության մեջ ես, որ հիշում ես, բայց դու ինչ որ Եթե ինքը նոր չի գնացել կյանքը թողել, այդտեղ հաճախ են հիշում, բնական է, բայց որ ասում են տարիներ, սկսում է դա շատ հազվադեպ լինել։ Հիմա ես դրա մասին եմ ասում, որ սկսում է էլի ոնց որ նոր գնացածի հետ շփվես, էլի հաճախակի է լինում։ Սկսում ես ինչ որ կրոնական երևույթներին շատ ինչ որ ուշադրություն դարձնել։ Ես կտրուկ փոփոխությունների մասին եմ ասում, որ հասկանանք, էլի մտածում ես այդ կորոնա, ասենք հավատացյալ չես, մեկ էլ սկսում ես ինչ-որ հավատի մեջ ընկնել։ Կտրուկ, հա, ես դրա մասին եմ ասում։ Ոչ թե ինքը ոնց կա, տենց գնում է խորացում, այլ կտրուկ ինչ-որ քո ոնց որ խոր անգիտակցականից է դա գալիս, ոչ թե բան, հաճախ սկսում ես այդ դրանց մասին, այդ չգիտես ինչի YouTube կամ ինչ-որ այդ ռելսերը նայել, նու տարբեր տեսակի չէ, ամեն տեսակի ռելս կա։ Ու դրանք հաճախ է քեզ ընկնում։ Դա որ նայում ես ալգորիթմերը դա է վերում։ Մահվան, բայց դա սկզբից պիտի դու մի քիչ ձգես, որ դրանք վերեն։ Ոնց որ սկսում է այդ դրանք հաճախակի կան։ Ոնց որ դու սկզբից մեկը ձգում ես, հետո դա մինչև վերջ նայում ես, հետաքրքրում է քեզ, նայում ես, դա ոնց որ քեզ շատ է հետաքրքրում, ուրեմն մոտիկ է էլի այդ երևույթը։ Մոտիկը դե ասեցինք, տենց հենց վաղը չի։ Ման չանենք որ ձգեց։ Կարաս նաև նու մաշկի փայլն ա կորում, բոլորը ինչ որ փայլ ունեն մաշկի, ինչ որ թեթևակի սենց փայլ կա, չէ, նու մի քիչ խամրում է, էտել է խամրում, նու տեղ սենց սկսեմ, ձայնի տոնայնությունը փոխվում է, Այսինքն բոլորս ինչ որ ձայնի տոնայնություն ունենք, որ մենք զրուցում ենք, խոսում ենք ցանկացած ակմեր, բարձր թե ցածրի մասին չի, այդ իր որակը ձայնի փոխվում է։ Նայեք, այդ սիմպտոմները, եթե մի քանիսը շատ իրար համընկել են, ուրեմն այստեղ ինչ որ բան կա, չէ, ոչ թե դու ասենք երկիչ ես, զբաղվում ես ձայնի հետ կամ հաղորդավար ես, տենց ուղում ես քո խոսակցությունը ձայնը մի քիչ փոխում ես, դա ուրիշ բան է, դու դա գիտակցաբար ես, բայց մարդը ոչ մի բան չի անում, սկսում է ձայնի տոնայնությունը, ասենք թե փոխվել, ինչ որ ուրիշ տեսակ դառնալ, հանգստանալ տոնը նույնիսկ փոխվում է, ոչ թե ձայնը տենց չի փոխվի, իրենք հասկանում ես, որ էլի ինքն է խոսում, բայց շատ այնց այն հինը չի,
արդեն ուրիշ տեսակ է փոխում։ Դա պետք է չափազանց ուշադիր լինես կենցաղում, այն էլ մեր օրյա գերարագ տեմպորիթմի մեջ որ ուշադրություն դարձնել։ Դե հիմա սիմպտոմները ասում եք, համար հետաքրքիր է, գիտեք։ Նույնիսկ մահվան մասին ուզում եմ էլի բան ասեմ։ Մենք մտածում ենք, որ օրինակ մարդը մահացավ, ինչով են ֆիքսում։ Սիրտը կանգնես, շնչառություն կանգնես, մտածում ենք, որ մահացել է։ Բայց պարզվում է, որ չի մահացել։ Հիմա օրինակ բժշկություն, ասենք Հայաստան մոտարապես եմ ասում, օֆիցիալ բժշկության պետք է մինչև 70 քանի սիմպտոմ պետք է ուրիշ սիմպտոմներ լինեն, որ մահացել է։ Եվրոպայում 350 սիմպտոմ են դիտարկում, որ ասեն, որ մահացել է։ Մենակ բան չի։ Ասենք Ամերիկայում կարծեմ 750 սիմպտոմ է։ Այսինքն նայեք այն մենակ որ սիրտը կանգնելու շնչառություն չկա, դա շատ բավարար չի, որտեղ լիքը դեպքեր են առաջ եղել, որ ասենք չեն տանում հերձելու, իրանք զարթնում են կամ հետո ինչ որ դեպքով փորձում են փոխեն այդ դիակի տեղը, տեսնում են ինքը շուռ է եկել եւ այլ պայքարել է, սաղճանգել է, բան, այսինքն մարդիկ դեռ հələ չմահացած կարան թաղեն, որտեղ սիմպտոմներ շատ կա, կարա մարդը խորը ինչ որ վիճակի քնի պես, լեթերգիան քնի պես բան ունի, որտեղ շնչառությունը շատ թուլանա, ասենք թե 10 րոպե մեկնի, չֆիքսեն, թույլ։ Սիրտն էլ ասենք թե մի քանի րոպե մեկ մի թեթև զարկլի, էլի չընկատել են։ Դրա համար մենակ այդ սիմպտոմները քիչ են, դրա համար շատ ուրիշ սիմպտոմներ են դիտարկում, որ դա լինի։ Դա կարևոր սիմպտոմներից մեկը, որ ինքը արագ կապտում է։ Ասենք բացի շունչ կանգնելուց ու բան կապտում է եւ սկսում է հոտել 2 ժամ հետո շատ ուժեղ հոտում է եթե հոտը չկա ուրեմն հələ դեռ չի մահացել նո օրինակ եմ բերում էլի տենց սիմպտոմ բժշկական շատ են էլի ես չգիտեմ բոլոր սիմպտոմները ոնց են նայում մանավանդ այդքան բազմաթիվ այնքան շատ են որ բժշկական ինչ-որ ձևով իրանք դիտարկում են բայց այդ փորձը տվել է որ կարան կենթանի որ չտանեն մահվան կամ հերձելու դրա համար պետք է շատ սիմպտոմներ նայեն չգիտեմ հիմա ինչքան մեր երկրում կարող են պահպանել այդ բաները բայց շատ երկրներում դա խիստ է դրված որ դիտարկեն որտեղ կարան ոչ մահացած մարդուն տանեն ինչ որ կարող դեպք լինի դրա համար մահվան ընկալումը մեր մեջ որ կյանքը վերջացավ սենց միանգամից չի մարդը կարող չի շնչում հələ չի մահացել ու շատ դեպքերում որ ասում են համբարձեցին, կենթանացրեցին, թե պատմության մեջ կան ինչ որ սրբեր բան, այլ իրանք ավելի շատ այն այդ որոնք դեռ լրիվ մահացած չէին, հիմա ես չեմ ուզում կրոնին ինչ որ կպնեն, բայց բոլոր սիմպտոմները չկային, իրանք ոնց որ լրիվ հələ դեռ այդ մահվան process-ը չէր գնացել, դրա համար կարող են հետ բերեն ուզում եմ ասեմ ինքը կարող է ինտուիտիվ զգա ոչ թե կարան ասենք սարկացած սուրբ կարան բոլորին կենթանացնեն բայց ինքը հատուկ մարդկանց է կարացել իր կյանքի ընթացքում կենթանացնել չէ տենց նույնիսկ Քրիստոսի կյանքում տեն չի որ գնացել բոլոր մահացածներին կենթանացրել է ասենք Ղազարի դեպքը կա բայց մերի մի երկու հատ դեպք կա բայց բոլորին չի ոնց որ հիմա օրինակ հիպնոզորները չէ մարդիկ գիտեն ասենց ում նայի հիպնոզորը հիպնոզից մեջ գցի բայց ինչ որ քիչ տոկոս մարդիկ կան որ դրանք կարան ընկնեն այդ իր հիպնոզի ազդեցության տակ քիչ տոկոսն են ուղղակի իրանք դրանց են ընտրում եթե սցենարը կամ ինչ-որ բան է իրանք դրանց հետ են աշխատում մարդիկ գիտեն ցանկացածին կարելի է այտենց վիճակցել չէ ինքը ամեն հիպնոզոր ինչ-որ մարդկանց տիպի կարա որոնք քիչ են 1-2% են որոնց կարա ինքը ազդի իրանց անգիտակցականի վրա ու ոնց որ խորոքուն տանի եւ այլն տենց էլ այդ մահվան այդ որ կենթանացրել են մահվանից հետո այն իրանք բոլոր սիմպտոմներով մահացած չեն եղել հələ իրանց մեջ կյանք եղել է իրանք տեսել են դրա համար կարացել են կենթանացել նո էդ էլ պրոբլեմ է հնարավոր է փոխել ինչ որ ընթացք այդ սիմպտոմներին ընդդիմանալ կամ վերա չգիտեմ պայքարել առողջանալ թե որ մահն եկավ նայեք Ալեքսանդր Մակեդոնացի մեկ էլ նույն բանը Սուլտան Համիդը դա իհարկե Սելջուկյան մեծ պետությունը որ ինքը տիրապետություն արեց այդ իր ժամանակ է եղել երբ որ մահացել են ինքը կրկնել Ալեքսանդրին բայց ինքը էլի ձեռքերը բաց են արել
ու ասելա բոլոր ձերքին դագաղ տանել ձերքերից sense բարձ կպարզես իմ դագաղը բոլոր ամենալավագույն բժիշկները տանեն ու ինչքան հարստություն ունեմ այդտեղ հնարավորություն ցեմ բաժանեք ինչ ասում որ ոչ մի բժիշկ չի կարա փրկի եթե մահվան սիմպտոմն է եկել հիվանդության մասին չի մարդիկ մեկ-մեկ հասկանում են որ հիվանդը էդի պիտի մահանա չէ մահը կապ չունի հիվանդության հետ էդի կարող է հիվանդությունը հետը բանը արդյունք լինի որ դրանից հետո մահանա բայց մահը որ գալիս է այսինքն որ մահը գալիս է ինչ որ հիվանդություն կարող է ուժեղանա դրանից որից մահանա բայց ինքը կապ չունի պարտադիր չի մարդը հիվանդ լինի մահանա շատերը ասենք ծերեր լինում են նստել են ու չեն վերկյանցել կամ ինչ որ բան ա եղել էլի ինչ որ մի process տեղի ունեցել որ իրանք չեն ֆիքսել ինչ որ ինչից է մահացել սիմպտոմ չկա ծերությունը ասենք թե ասում են ծերություն այսինքն պարտադիր չի ինչ որ հիվանդություն լինի որ մահանա ինքը մահը անխուսափելի է դրա համար երբ որ ամեն մեկս ինչ որ ժամկետ ունենք ստեղ ապրելու հիմա բժիշկը ոչ մի բժիշկ չի կարող այդ ժամկետը փոխի Դա ուզում մեկ-մեկ շատերը, որ ինչ որ ծնողներ են մահանում, բարեկամներն ասում են ես չհասցրեցի, հեսա ամբողջ կյանքը իրանց մեղադրում են, որ դա իրանք չեն կարացել օգնել, բայց հասկանա որ դա ոչ մի մարդու ձեռքը չի, ոչ մի բժիշկ չի կարող մահկանացնի։ Իսկ սկզբանե նախանշված մեր կյանքի ժամկետը։ Դա մեկը իր կյանքի ժամկետն է։ Այսինքն արդեն մարդը ծնվելուց արդեն սահմանված է։ Շնչառության քանակ ունի։ Քանի հատ ինքը շունչ ունի, դա ամեն մեկը իր քանակ, ասենք, այսքան միլիարդ դու շունչ ունես, արտաշնչել, ներշնչել։ Կարում եմ, որ քիչ շունչ պահել, դանդաղ շնչել, մի քիչ, եթե դա սիստեմատիկ, մի քիչ կյանքի երկարի, ասենք, տենց փորձեր անում են, ասենք, յոգերը կամ ինչ-որ բան շնչառության հետ աշխատում, ամեն մեկը շնչում։ Ոնց որ կինը, ծվարանների քանակը որ ծնված է, չէ՞, գիտեք, որ նույն քանակի է։ Նոր իրանք ուղղակի զարթնում են, այսինքն ինչ-որ քանակ ունի, այդ քանակը վերջացավ, ոչ թե դաշտանի ցիկլը վերջանում։ Բայց ասած այլ բան է, մարդը ծնվելիս արդեն ասեն շնչառության քանակը որոշված է։ Ասենք դուք ոնց որ հիմա ակումուլյատոր ասում է 10000 վերալիցքավորում ինքը կարա աշխատի։ Տենց էլ մեզ որոշված է, ասենք թե ամեն մեկի նույնը չի, այդ եմ ուզում ասեմ, ինչ որ քանակի շնչառություն։ Դա համար փորձում են շունչը դանդաղ շնչել, հանգի շնչել եւ այլն, որ իրանց կյանքը երկարի։ Մեր պապերն ասում էին ամեն մարդու ճակատին իր ճակատագիրը գրված է, մոտարապես դա շնչառության քանակով, այսինքն մենք սրանց ճշմարտություն կա։ Հա, ինչքան այդ մեր ակումուլյատորը այդ ունի վերալիցքավորելու քանակ, չէ, ցանկացած ակումուլյատոր վերալիցքավոր քանակ։ Հիմա սաղ նոր մեքենաները ակումուլյատորներով են ու իրանք ասենք 10000 վերալիցքերով իրանք ինչ որ դու կարաս դա անես մի անգամի շատ արագ, կարաս դանդաղ անես իր ապրելու ժամկետը վերջը այդքան է լինելու։ Իսկ սկզբանե նախանշված նաև մարդու ինչպես մահանալը։ Ինչպես մահանալը, դա մեր ապրելակերպից է կախված։ Ահա, չէ, նկատի ունեմ հիվանդությունից, ավտովթարից, ավիավթարից, թե քնել չզարթնելուց, ասենք, սա այդ կերպը, որ մահանալու են անխուսափելի է, կան նաև սիմպտոմներ դուք նշեցիք, բայց այդ ինչպես-ը։ Ինչպես-ը երբն էլ իդեպ ասեցիք, դա էլ շնչառությունից է, բայց ինչպես-ը։ Ինչպես-ը որոշված է, բայց մենք կարանք դա ազատ կամք ունենք, փոխենք։ Այսինքն դա հավանականություն կա, որ նույնիսկ պայծառատեսները ինչ-որ բան տեսնում են, իրանք հավանականություններն են տեսնում։ Այսինքն մենք ունենք 10 արդյունք, որ պետք է կարողանանք իրականանք։ Ասում է պայծառատեսը որ տեսնում, ասում է այս մեկը ավելի հավանական է։ Դրա համար ինքը դրա նշեր, բայց այնտեղ էլի կան արդյունքներ, որ մենք 10 քայլեր, այդ 10 երևույթներ կնենք։ Հիմա այդ մահվան էլ այդ մի բան չի, 10 բան է, նայած ոնց ենք մենք ապրում, այդ 10-ից մեկը ընտրում ենք, էլի։ Սիմվոլիկ ասից 10 կարող է 100 լինի, այդ 10-ից մեկը դրանք էլի սահմանափակ ենք, այսինքն հստակ կա, որ դու կամ քարնա գլխի տնկնելու, կամ
Այսինքն հստակ որոշված է մի քանի բան, ուղղակի ոնց որ քո ապրելակերպից հավանականությունը մեկից կարող մյուսը շատացնես։ Մի էսպիսի տարածված տեսակետ էլ կա, որ երանելի է այն մահը, երբ քնում ես եւ չես արթնանում, ցավ չես կրում, ցավ չես զգում։ Դե մահը ոչ մեկ ցավ չի զգում, ուզում եմ հստակ ասեմ, ոչ մեկ որ չմախենա մահից, ցավալի ինքը process չի, ինքը նման է քնելու։ Մենք քնելուց ոչ մեկս ցավ չենք զգում։ Կարող է չկարանանք քնենք, բայց ցավալի չի։ Ինքը ուղղակի sense հանգիստ գնում ենք, ջերմանում է մեզ ու հաճելի է ու անջատ, տենց է նույն ձև մահն է։ Մենք ցավ չենք զգում բացարձակապես։ Ուղղակի այդ անցումային process կա, որ մենք ֆիզիկական պլանից գնում ենք նուրբ պլաններ, ուղղակի քնած ժամանակ երբ որ մահը գալիս է, արդեն մենք նուրբ պլաներում ենք, այսինքն երազում ենք մենք գտնվում, ու արդեն այդ անցումային process-ը հեշտ է։ Այս ֆիզիկական մեր ուղեղը չի դիմադրում։ Ստեղ որ գալիս է մահը, մենք սկսում ենք դիմադրել, վախենալ, ինչ որ process-ներ լինեն, բարձ է մարդու մեջ, ինչ որ բան գալիս է, տեսնում է, որ կորցնում է ամեն ինչ, գնում է, նո սիմպտոմների մասին չխոսած։ Ֆիզիկական ցավի պլանն է, հա։ Ցավ չի մեր կորցնելու այս նյութական երևույթները մեր կողքիներին ընկալելու բանն է, ֆիզիկական ցավ չկա, ուղղակի ես նկատում ենք, որ գնում ենք, ուղղակի իրանց հետ կորց, իսկ քնած ժամանակ արդեն դու այդ ուղեղը չի դիմադրում, հեշտ է գտնեք, մահվան ժամանակ սիմպտոմներ են գալիս, հենց մահվան ժամանակ սկսում ենք մենք նո այդ ասած առաջին որ ասեն ծանրանում ենք ոնց որ ընկնում ենք հենց սիմպտոմը գալիս նո քնելուց էլ կարող է լինել ասես դմիր վիճակում ասես թվում է ասես դառնում է այդ այնց process է գալիս այդ մահվան ժամանակ դրա մասում բարձրացրա ինձ մի հատ բարձրացրա նույն զինվորը մահանում ասում մի քիչ բարձրացրեք ինձ էլի բարձր պահեք հետո սկսում է ուժեղ ծառավել նո զինվորներին էլի բան ենք նո բան որ իրանք ոչ թե այդքան արուն են կորցել որ ջուր են ուզում ոչ այդ ուղղակի մահը արդեն ուժեղ ծառավ է գալիս հետո շնչառությունը դժվարանում է մինչև դժվարանը սկսում են սառել ծայր անդամները բայց դա ցավ չի ֆիզիկական պլանում ցավ չենք զգում սառում ենք ընդհանրապես չենք ցավ չենք զգում ցավը մեր ներվային հանգուցին ինչ որ սիմպտոմ է որ ցավ ենք մենք զգում կնճ իսկ դա ցավ չի ուղղակի սառում ենք հետո շնչառությունն է դժվարանում հեկալով ենք սնցում հետ սնչում ավելի շատ մենք կարող ենք արտաշնչել հետ քալը դժվար ենք քաշում արտաշնչել դժվար ենք քաշում վերջին անգամ 3-ից 5 անգամ մենակ արտաշնչում ենք ու չենք կարող քաշենք վերջանում է բայց դեռ այդ ժամանակ ինքը ինչ է նկատում սկսում է տեսնել որ ամեն ինչ ոնց որ ասֆալտը տաքանում է սենց օդը խաղում է, չէ, այդտենց ցավ տեսնում որ սենց է լինում։ Սենց անում այդ process-ն է տեսնում, հետո սկսում է միրաժներ տեսնել, տեսիլքներ տեսնել, նախնիներին կամ ինչ որ բաներ, նո հələ կենթանի էլի։ Հետո սկսում է լուսատիտիկներ սենց տեսնել շատ։ Որ գլխին խփում են մուլտիկներում լուսատիտիկներ կամ դուք կտրուկ ինչ որ շարժում անեք, կյանքում կարող է տենց լինել, ասենց տիտիկ լուսային կետեր եք տեսնում։ Հետո տեսնում է հերվում լույս, ասենց ոնց որ լուսինն է բարձանում լուսանում։ Հետո ամեն ինչ սպիտակում է։ Իր աչքի առաջ տենց ընկալում է գալիս։ Ու այդ ժամանակ ուր ենք մենք հայտնվում։ Այդ ժամանակ արդեն մահանում ենք։ Այդ ժամանակ մահանում ենք։ Այդ մինչև այդ տեսնելը, այդ որ ասեցի ծառավումա, սառմա, խոսքը կապի է մեջ անգնում։ Այսինքն ինքը չի կարող խոսալ, լեզուն էլ չի կարող շարժել, մկանային այդ իր ֆունկցիան շարժելու կանգնում է։ Դրա համար մարդիկ ուզում են այդ ժամանակ վերջին ժառանգություն ասել, խոսքեր ասել եւ բան, իրանք կորում են։ Դրա համար մինչև այդ պետք է եթե մենք այնց ապրենք, որ ամեն օր եթե մեր կյանքը վերջանա, մեր գործերը վերջացած լինի։ Այսինքն չթողենք որ հետո ամենավերջին վարքյանին մեր ամենակարևոր խոսքերը կասեն կյանքի, ամենավերջին վարքյանին մենք ոնց որ մեր կտակ ժառանգություն, պետք է ամեն վարքյան մենք պատրաստ լինենք, որովհետեւ դա չգիտենք երբ է գալու, էլի։ Եթե ասենք ոչ մեկ չգիտի իր մահը երբ է գալու։ Կարող է նույնիսկ այդ պայծառատեսը տեսնի ուրիշի մահը, բայց իրանը չգիտի ինքը։
Տիրանը փակ է լինելու։ Անդոնիկյան, դուք եկաք ամենահետաքրքիր մասին, թերևս աստիճանաբար նաև հաղորդումն է մոտենում իր տրամաբանական ամփոփմանը, հարց, որը սկզբում հնչեցրեցի, ինչպես պատրաստվել է վերջո մահվանը։ Ես կարայի ասել, դա թողենք հաջորդ հաղորդմանը, որտեղ դա երկար process է։ Ես դա մահվան այդ process-ը մի քիչ շարունակեմ, ոնց այդ սպիտակում է ամեն ինչ։ Ու աչքերը փակվում է, մենք սառում ենք, մենք դեռ այս սրտի մասը ջերմ է կնկատեն որ մնացած մարմինը սառը։ Մարդկա վերևից է սառում, մեկը ներքևից է սառում, մկանները թուլանում են, դե կաղանքը դուրս գա, մեզը դուրս գա, սպերմը դուրս գա, մարդկանց մոտ բաներ, հեղուկներ կան, դից արյուն դուրս կան, տարբեր մարդիկ տարբեր են, բայց կարա տենց պրոցեսներ լինում է։ Բնական պրոցեսը թուլացել է, այստեղ մենք ունենք sense փակը ոնց որ ասած, կա կլապաններ, որ փակ են, դե իրանք բացվում են, թուլանում են մկանները, դրանք դուրս են գալիս։ Դրանք ոչ մի բան չկա էլի, տենց այդ ամեն ինչ սպիտակում է, հետո ամեն ինչ կարմրում է։ Երբ որ սպիտակում է, ոնց որ այդ դեմքը խաղաղվում է մարդու։ Տեսնում ենք, որ ասում են մահացավ, խաղաղվեց ինքը։ Անհանգիստ էր sense խաղաղություն է ոնց որ իջը դեմքին, հանգիստ sense վիճակ է գալիս։ Իսկ երբ որ կարմրում է, ոնց որ իր բոլոր այդ կապվածությունները այս աշխարհում ինչ կա, ավտոմատ ինքը թողում է։ Այդ ժամանակ ինքը նույնիսկ այդ մոռանում է բոլորի անունները, նույնիսկ ամենասիրելի անուններ չի հիշում, չի կարա հիշի էլի, սա մոռանում ես ինչ ունես, ամենաս քեզ սիրելի մարդու անունն էլ չես հիշում, հետո մութ տեղ անգնում, բժիշկները ֆիքսում են, որ սիրտը կանգնեց, բայց ինքը դեռ լսում է, լսողություն ամենուր, դրա համար ասենք մահացածի կողքը սկսում են ժառանգություն բաժանել, ինչ-որ բաներ խոսալ, ավելի լավ է չխոսալ, որտեղ ինքը սաղ լսում է։ Այդ ամեն ինչ դեռ հələ իր ուղեղը ֆիքսում է բաներ։ Որտեղ լիքը փորձեր կան, դա ուզում եմ ասեմ, որ ականջին ինչ-որ բաներ են ասում, ուղեղը սկսում է ռեակցիաներ տալ։ Ֆիքսել են լրիվ մահացածը, ու այդ 3.5 օր տենց տևում է։ Ֆիքսել են, երբ որ մահացել է, շնչկանգնել 3.5 օր հələ իր ուղեղը ինչ-որ էլեկտրական ռեակցիաներ է տալիս, նայած ինչ են խոսում։ Այսինքն ինքը չի։ Նույնիսկ ասել են, որ ասենք թե հիմա տարբեր ձևով կա թաղման process կա, չէ՞, մահվան ջրին են տալիս, կենդաններին են տալիս, անգղներին են տալիս եւ դիահերկիզում են, ու տարբեր ձևով տարբեր ազգեր մոտենում են։ Իհարկե ամենալավագույնը դա դիահերկելն է։ Դա հիգիենայի կանոնից սկսած այդ հոգուն դա 3.5 օր հետո, երբ որ process-ները լրիվ վերջանում են, այսինքն լրիվ process-ները շնչկանգնելուց հետո, ու բոլոր սիմպտոմներն այս վայնցելուց հետո 3.5 օր հետո ինքը արդեն գիտակցությունը դուրս է գալիս մարմնից, էլ մինչև այդ հələ իր մեջ է այդ process-ները տեղ ունենում իր մեջ է։ Դրա համար նույնիսկ իր այդ ոնց որ ասած եթերային մարմինը աստրալնի տեղ պատտվում է, դրա համար հալիներն են ծածկում կամ փայլուն տեղերն են ծածկում, որտեղ մարդիկ կան, որ աչքի այս կողքով կարան նկատեն, ինչ-որ sense ստվեր գնաց, բան գնաց, փայլուն մեջ անդրադարձը կարան տեսնեն։ Իհարկե իրանք տեսնում են ոչ թե տենց կիսաքուն վիճակում, կիսա sense գիտակցության ֆազան փոխված վիճակում, ոչ թե զարթուն վիճակում sense չենք տեսնի, բայց մի քիչ sense կիսաքուն վիճակում այս աչքի կողքով կարող տեսենք կամ հալի մեջ կարանք նկատենք։ Ինքը էլ է տանն է, ինքը տենց պատտվում է, հետո այդ մարդուց պետք չի վախենալ, ինքը մեր բարեկամն է եղել, ինչ ենք վախենում, ինչ անքնենք մահացել է։ Էլի ձեր հարազատ մարմինն է, էլի ձեր բարեկամի, քիչ մարդ ունեն, որ մախենում են այդ բանից։ Պետք է հասկանանք ինքն է իր ոնց որ գիտակցությունը տեղ կողքերն է պատտվում, հոգին տեղա ընդունեն իրան։ Դա որպեսզի վատ վիճակում չլինի, իր կողքը պետք է առաջինը ծաղիկներ լինեն, բուրբունքներ լինեն լավ, դրա համար ծաղիկները ոչ թե մեծ պսակներ դնեն, ինչ-որ հեռվում, այլ հենց հոտավետ ծաղիկներ իր շուրջը։ Այդ ծաղիկները իրան պաշտպանի շունչ է տալիս ու իրան ոգեշնչում է, ու իրան էներգիա է տալիս, որ այդ անցումը հեշտ կատարի կամ խունկ ծխարկեն։ Հետո երաժշտությունը որ դնում պետք չի դնել մենակ
Եկմարյան, ասենք թե պատարակը, ընդհակառակը պետք է դնեն այն երաժշտությունը, որ այդ մարդը շատ սիրել է իր կյանքում։ Դե ոչ ես դնի տաշտամբլ։ Գիտեք ինչ, դե տեսել եք, չէ՞, որտեղ որ մահանումը ապարում են։ Չէ՞, դագաղով բարեր են անում։ Պետք է դնենք այն ինքը, որ ամենաշատ սիրելու, ամենահաճելը, որ իրան անցում է գիտակցության մի վիճակից մյուս վիճակ, ինքը անցում է։ Դա շատ նմանացնում են, որ անցում մի սենյակից մյուս սենյակ, ոնց որ դուք ինքնաթիռով մի երկրից մյուս երկիր եք գնում, ու ինքը ցավալի չի, ոնց որ մազ կտրել ասում բացարձակ ցավ։ Դրա համար այդ անցումը, որ իր համար հեշտ լինի, դրա համար իր համար պետք է հաճելի լինի, ոչ թե ինչ-որ ստանդարտ երկմալյան դնեն, բոլորը լացեն։ Լավ չի, որ լացում են, դա շատ վատ է։ Բա ինչ անեն։ Դե կարանան Իշեն պատմեն գուցե հա զրույց խոսք։ Հա, խոսքեր ասեն, լացելը իրան տառապացնում է։ Պատկերացնում եք, որ հիմա դուք նստեք ու տենց հասկանաք, որ դուք հիմա թողում եք այս աշխարհը, բայց դուք ընկալում եք դա ու ձեր կողքը հա լացում են։ Այսինքն դե կներեք հիմա մեր ընկալման մեջ, հա, շատ-շատերից հիմա ձեզ լսում են, ենթադրենք բոլորիս տնից հեռու երիտասարդ մի մահ է գրանցվել։ Երիտասարդ տարիք է, մի հարազատ է կորցրել երիտասարդ 20 քանի տարեկան է։ Հիմա ոնց, այդ ինչ ուժ պետք է ունենաս, այդ ինչ ընկալում պետք է ունենաս գիտակցության, որ կարողանաս խոսել այդ երիտասարդի ապրածի մասին, ես այդպես եմ հասկանում։ Ոչ թե լացես, ողբաս, այլ ճիշտ հակառակը։ Չնայած մի բան հիշեցի, որ Ճապոնիայում սքակիրը, ով կորուստ է ունեցել, վշտակցողներին, ով իր տուն գալիս է կամ իր սուքը կիսելու, իր վիշտը կիսելու, իրենց զորակցությունը հայտնելու, ժպիտով է ընդունում։ Այսինքն սափրված ժպիտով, ոչ թե ասենք։ Նայեք, իհարկե դժվար է ոնց որ ասած մեր պապերը տենց են արել, մենք ենք բանում, շատ բաներ մեր պապերը կարող սխալ են արել։ Իհարկե գրագետներ հայրերը կբացատրեն, որ էլի ոնց որ ես եմ ասում, պետք չի լացել, դրա համար ասենք կանանց չեն թողում օրինակի համար դեր հայրը որ հրավեր են թաղմանը, կանայք չեն թողում այդ թաղման process-ը, ինչի որ դիշի այդ լացու կոծը հիստերիան չանեն, մահացյալին դա տառապանք է պատճառելու, ցավ է պատճառելու, դա չլինի, դրա համար չեն թողում, այդ իմաստը կնի։ Եթե իրան կարանան իրանց էմոցիաները ինչ որ չափով հասկանան, որ ինքը անցում է կատարում, բոլորս ենք այդ անցումը կատարել, այս աշխարհից այն աշխարհ, բոլորս ենք անել, ոչ մեկ չի խուսափելու, էլի, այսինքն ոչ մեկ չի կարա խուսափի այդ անցումը։ Ուտեղ որ կարանանք ավելի գիտակից մոտենալ, եթե սիրում ենք այդ մարդուն, որտեղ մարդիկ իրանց են սիրում, ոչ թե այն մարդու մասին են մտածում, որ գնաց, այլ որ իրանց է վատը լինելու, որ այդ մարդը չկա։ Իրանք այդ մարդու մասին չեն մտածում, իրանք պետք է ոնց որ էգոիզմը իրանց հաղթարեն, մտածեն այդ մահացալի մասին, որտեղ ինքը մարմինն է թողել, չի մահացել, ինքը հոգի է, անցնում է ուրիշ պլան։ Դրա համար իրանց մասին չմտածեն, այլ այն մարդը, ով որ այս մարմինը թողել է, իր մասին մտածեն, դրա համար չի լինի։ Իսկ մենք մտածում ենք մենակ մեր մասին, դրա համար մենք ենք հույզերի մեջ ընկնում, սկսում ենք մենք ենք տառապում, ոչ թե նրա համար, ով որ գնաց, ինքը չի տառապում։ Որ մեկը հիմա ստեղից հելնում գնում է լավ ավելի երկիր, ստեղ բոլոր տավրացի ինչի երբ գնացիր, բայց ինքը իրան ավելի լավ անդասում։ Ժամկետ եկել է, բոլորս ունենք այդ ժամկետը, վերջ։ Մենք չունենք ստեղ ինչ որ ասեցի, մեզ տոմս են տվել, այսքան ժամկետով էս երկրի վրա վերջանում է մեր ժամկետը։ Տենց արարչական սկզբունքը, մենք այդ սկզբունքին չենք կարա դեմ գնանք։ Ոնց որ մենք չուզենանք հիմա ձմեռ գա, մեր ուզելով չի, ու ինչքան պայքարենք, մենք ենք տառապելու։ Չէ՞ ձմեռ գալու դեմ պայքարենք։ Այսինքն ֆիզիկական մահից հետո կյանք կա։ Կյանք կա, երբ մյուս անգամ խոսենք, մեր ժամանակը եթե թույլ տա, թե այս անգամ խոսենք։ Ավելի քան 50 րոպե խոսում ենք, արդեն բավականին ծանրամարս բաներ ասեցիք, դերևս։ Կարանք թողենք ինչ ենք մահանում։ Այսինքն ուր են ուղևորվում կամ ուր է գնում, ասում եք անցում է դա, ինչպես մի երկրից մյուս երկիր, ինչպես մի սենյակից մյուս սենյակ։ Բայց հետաքրքիր է, թե ոնց է այդ ուղևորությունը տեղի ունենում։ Ինչու՞ ես պետք է եթե կորցրել եմ իմ հարազատին, չողբամ նրա մահը, չէ՞ որ ես կորուստ եմ գրանցել, չէ՞ որ ես կարիք ունեմ նրա, չէ՞ որ ես այո ինքը մարմինով մարմինը լքեց, բայց ես այդ մարմնի կարիքն ունեի։ Հա, դուք կարիք ունեք, բայց դուք մտածում եք ձեր մասին, ոչ թե իր մասին։ Չէ, իր մասին մտածում ենք, հավուր պատշաճի հուղարկավորում ենք։
Հուարկանում էլ չի նշանակում, այդ ուղղակի մարմնին հարգալից վերաբերմունք ենք ցույց տալիս։ Ճիշտ է։ Բայց ինքը մարմինը չի, ինքը հոգի է։ Մենք դրա համար ասեցի, սկզբից ասեցինք, մենք հոգի ենք, ոչ թե մարմին։ Այդ հոգուն հիշում ենք, այդ 5 տաղավար տոն ունենք, առաքելական եկեղեցին այդպես է, հա։ Նջեցյալներին գնում ենք, պատարակ է մատուցվում ճրակալույցի եւ այլն, գնում ենք, հիշում ենք, ընկարկում ենք, ապրեցնում ենք մեր հիշելով, զրուցում ենք այդ հոգու հետ։ Հոգուն հանգստություն ենք մաղթում, ասում ենք թող լույս իջնի ձեր հոգիներին, ու այսինքն ինչ է կատարվում, այդ խոսքով մենք շփվում ենք իրենց հետ։ Նայեք, այդ շփումը ուզում եմ ասեմ, նայեք մահվան process-ը ես ասացի, որ եկավ հետո սա մթնումը կանգնեցին դեռ որտեղ կարում է։ Մթնումը այդտեղ բոլորն են անցնում։ Այդ process-ները ոչ մի կրոնական կրոնի հետ կապ չունի, ոնց որ հիմա գիրքը կրոնի հետ կապ չունի։ Եթե դուք ինչ-որ բանի նկան ձգողություն եք զգում, ձեր ռեակցիա տալ, դուք գիրքը առաջանում։ Էդի կրոնական հետ չի, կամ ջղայնություն, կամ ցանկացած ռեակցիա։ Ուզում եմ ասեմ, այս այն բացատրությունը մարդու բնույթն է, կրոնի հետ կապ չունի։ Հիմա երբ որ մթնում է, process-ը գալիս, որ մեր գիտակցությունը շատ նման է մի սենյակ է կանգնում, որտեղ ոչ ներքև, ոչ վերև կա, ու սենց մութ է, ու դուք մենակ եք, բացարձակ մենակ, բան չեք տեսնում, ոչ մեկ չկա, ու ծրում աշխարհը ոչ մեկ չի մնացել, միակ էակն եք մնացել, ու դուք այդ էակն եք մթության մեջ, ոնց որ ամբողջ եզերքը անեացել է, ու դուք եք մենակ մնացել։ Դա դժվար process է, Քրիստոս այդ process-ը երբ որ անցնում էր, հետո որ վերադարձավ աշակերտներին պատմեց, այդտեղ ինքը ասել է Աստված ինչի ինձ թողեցիր, որտեղ ոչ մի բան չի մնացել, նույնիսկ Աստված էլ չի մնացել այդտեղ։ Ընկալումները քո սաղ կորում են։ Դա դժվար process է, դրանից հետո տեսնում եք թունել, որտեղ վերջում լույս է վառում։ Ու դե գնում եք դեպի այդ լույսը, որտեղ կա։ Ու մենք այդ դեռ հələ լրիվ անցում չի, այս աշխարհից այն աշխարհ 49 օրատևում անցում է, այս այն ժամանակից, երբ որ մեր շունչը կանգնել է։ Իհարկե մեր եկեղեցին 40-ն է նշում, բայց 40-ը պետք է նշի ոչ թե մահվանից հետո, այլ 7-ից հետո, իսկ մինչև 7 հետ 3.5 օրն էլ գումարենք, դեռ 50 օր անում, բայց 49.5 օր է իսկական ժամկետը։ Այդ 49.5 օր մարդ հələ այս աշխարհում չի, ոչ էլ այն աշխարհում է։ Իր մոտ process-ներ են տանում։ Իսկ մահանալը 3.5 օր մարմնում տեղի ունենում։ Դրա համար թաղումը պետք է լինի 3.5 օր հետո, այսինքն երբ որ ֆիքսեցին շնչառությունը կանգնեց, ու մահացավ, սիրտը կանգնեց 3.5 օր հետո թաղում, որ ինքը հələ տեղ է, ինքը մարմնի մեջ է, հələ ուրիշ process-ներ են տեղում, լրիվ չի բացել։ Դրա համար ոչ դիահեզր կամ ոչ կենթաներին տալուտելու կամ ոչ տարբեր ազգերում տարբեր բան են տանում։ Այսինքն թաղում էլ չի կարելի, որտեղ ինքը դեռ կենթանի է, չի շնչում, բայց ինքը զգում է, լսում է։ Այդ են ուզում ասեմ, որ լսում է։ Լինում է, չէ՞ որ կիսաքուն եք, ասես լսում եք ինչ են խոսում, զգում եք, բայց չեք կարող պատասխանել, քնած եք։ Այդ տենց վիճակում է ինքը գտնվում։ Այսինքն ինքը լսում ու բանը, դրա համար թաղումը պետք է 3.5 օր անցնի, նոր թաղեն, ասենք կենթանի չի կարելի թաղել։ Ուղղակի իհարկե ազգեր կան տենց արագ են թաղում, բայց իրանք գրագիտություն չունեն, թեկուզ սաղ ազգը չունի, կորցրել են իրանց իմաստը, էլի։ Այնտեղ որտեղ այդ բնական process-ներ ան, ոնց որ մեր սիրտը բնական խփում է, էլի։ Հա, բայց դեմանալուց հաջորդ օրը բան են անում, չէ՞, ասենք դիահերձում են, որը արդեն վերջնականապես մարդուն սպանում է։ Դե դիահերձեն մենակ գիտեք, չէ՞ մեր երկիրը ամենամեծ դիահերձող երկիրն է, առաջի տեղն է գրավում, այսինքն 96% մարդկանց դիահերձում են, աշխարհում առաջի տեղն է, որտեղ չի կարելի դիահերձել, ասենք երկրներ կան, որ զարգացած շատ, դեռ կարող է 10% լինի, եթե քրեական ինչ-որ գործ է, հիվանդության ինչ-որ սիմպտոմ պետք է, բայց ոչ թե բոլորին դրնեն դիահերձեն։ Հիմա իհարկե ինչ-որ օրենք են արել, որ երբ որ բարեկամներն են ուզում պետք է ասեն չեն ուզում դիահերձեն, թող չդիահերձեն, այսինքն եթե քրեական ինչ-որ գործունեություն չկա, հիվանդություն չկա, բան չկա, վիրուսի տարածման։ Հա, այդտեղ պարտադիր չի որ մարդուն դիահերձեն, ասենք թե ինչի է պարտադիր։ Լավ է մի քիչ այնտենց ինչ-որ օրենք արեցին, այսինքն պետք չի։ Դիահերձությունը այդքան լավ process չի, ուզում եմ ասեմ, մահացածի համար, որտեղ ինքը զգում է։ Նայեք կան սենց օրինակի համար Հա, ուզում եմ ասեմ, սենց կան մարդիկ, օրինակ, որ նարկոզ են տալիս, ինքը քնած է,
խորք ունի, բայց ինքը զգում է, նու քիչ տոկոս նարկոլոգների մեջ կա։ Գերզգայուն, այո։ Ինքը զգում է, ոնց են իրան վիրահատում, ցավերն է զգում, բայց ինքը չկար մարտահայտվել։ Այդ տենց էլ մահացածը տենց զգում է, որ իրան մորթում են, հանում են օրգանները, ինքը զգում է, դրա համար պետք է 3.5 օր անցնի նոր տենց, եթե ինչ-որ խնդիր չի առաջացել, չգիտեմ, քրեական կամ ինչ-որ բանի հետ կապված, պարտադիր չի դեստանալ ուտել, որ դիա այդ հիմա շոկի մեջիկ այդ process-ում, դե հիմա ինչ անենք, մեր երկիրը անգրագետ է եղել, անգրագետ ապրում է, շատերն էլ մարդկության այդ ընկալումը նյութական աշխարհից մի քիչ ենքոմ չեն կարող ընկալել, հիմա այդ մոտեցումներ ունեն։ Պարոն Դոնիկյան, ձեզ հետ միասին մենք այսօր մի չափազանց մեծ տիրույթ մտանք, մեծ հարթություն թևակողեցինք եւ իսկապես մոտ 1 ժամ զրուցում ենք ու մի քանի ժամվա հարցեր ունեմ տալու։ Առաջարկում եմ բարբերական սարքենք, առավելապես այս թեմային առնչվող։ Կարելի է մի 7 անգամ խոսել նույնիսկ այս թեմայով։ Ես նշում եմ, որ հարցեր, բայց պատկերացնում եմ մարդկանց հիմա նաև վրդովմունքը, որ պիտի ստիպված ընդհատեմ, բայց բարեկամներ խնդրում եմ լծվեք համբերությամբ, խոստանում եմ պարբերաբար մեր հարգարժան հյուրի հետ հաղորդումների շարք կազմակերպել եւ այս թեմային սրան առնչվող աղերս ունեցող թեմաներին, որոնք ուղեկցում են մեզ մեր կյանքում անդրադառնալ խորքային եւ այսպես տարողունակ ու բովանդակային ձևով։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ։ Իդեպ դուք էլ գրեք ձեր մեկնաբանությունները վերոհիշյալ թեմայի շուրջ, ձեր ապրումների, ձեր զգացումների, ձեր պատմության անձնական տիրույթում տեղի ունեցող կամ արդեն իսկ եղած։ Այսօր հյուրընկալել էինք խորագետ, փիլիսոփա, թաքնագետ Թրթա Դոնիկյանին։ Շնորհակալություն նաև ձեզ հարցազրույցը դիտելու եւ բաժանորդագրվելու համար։